Պետության կողմից երիտասարդ ընտանիքներին նպատակային ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու նպատակով վարքերի տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել։ Առայժմ ճշտված չէ նաև ծրագրի հետ համագործակցող բանկերի վերջնական ցուցակը։ Փոխարենը հայտնի են վարքերի տրամադրման նախապայմանները։ Այսպիսով, վարկառու երիտասարդ ընտանիքի գումարային տարիքը չպետք է գերազանցի 60-ը։ Մեկ այլ դեպքում ընտանիքում պարտադիր պետք է լինի մինչև 30 տարեկան երիտասարդի ներկայությունը։ Երիտասարդ զույգերից մեկը պետք է ունենա պարտադիր չափորոշիչներին համապատասխանող կայուն եկամուտ, այսինքն բարձր վարձատրվող աշխատանք, ինչը մեր քաղաքում մասնավորապես հազվադեպ հանդիպող երևույթ է։ Աշխատատեղ լինել ավելի ճիշտ կերնի։ Որ հետո նոր եթե անկորձ մարդը վերցնե վարկը, ինչ պիտի հետո ինչ պիտի աշխատանքն ամենակարևորը, որ այսօրվա դրությամբ երիտասարդ շատ ընտանիքներ հենց այդ աշխատանք չունենալու պատճառով են, չէ՞ որ անախորժություններ եւ այլն ուրիշ խնդիրների մեջ են։ Վարկերը երիտասարդ ընտանիքներին տրամադրվելու են 9% տոկոսադրույքով եւ 10 տարի մարման ժամկետով, մինչեւ 16 միլիոն դրամի շրջանակներում։ Անշարժ գույքի առկուվաճառքով զբաղվողների կարծիքով այս գումարի շրջանակներում մեր քաղաքում տարբեր թաղամասերում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան գնել հնարավոր է։ Լրիվ հնարավոր է 3 սենյականոց բնակարան եւ ավելի լավ պարվող բնակարան հնարավոր է ձեռք բերել։ Դե չասենք քաղաքի ամենակենտրոն եւ շքեղսարկած բնակարան, բայց 58 թաղամասում լավ վերանորոգված 3 սենյականոց բնակարան այդ գումարի կարելի է ձեռք բերել։ Սեփական սեկտորի պարագայում, սակայն բնակարանային գների հարցը այլ ընթացք է ստանում։ Անշարժ գույքի շուկայում այժմ ըստ պատասխանատուների պահանջարկ ունեն հիմնականում նորակառույց տները, որոնք գնել հնարավոր է մոտ 50-ից 60 հազար դոլարի սահմաններում։ Հները թեև կարելի է գնել բավականին մատչելի գնով, սակայն այս պարագայում էլ գնորդների պահանջարկն է պակաս։ Չնայած դրան, անշարժ գույքի շուկայում առկուվաճառքի առումով որոշակի տեղաշարժ նկատվում է։ Բնակարանների առկուվաճառքը ակտիվանում է հիմնականում այն շրջանում, երբ որ մարդիկ արտագնա աշխատանքից հետ են վերադառնում, ինչ որ գումար ձեռք կերին եւ փորձում են այդ գումարը ներդնել անշարժ գույքի մեջ, այսինքն լուծել իրենց բնակարանային հարցերը։ Անցած տարի շատ պասիվ էր շուկան, առկուվաճառքներ շատ քիչ էր գրանցվում։ Այս տարի դե երևի արդեն կամաց ֆինանսական վիճակները կարգավորվում են, մարդիկ արդեն հետաքրքրվում են։ Ծրագրի մեկնարկի դեպքում վարկառու ընտանիքները բանկերի հետ համագործակցության մեջ մտնելուց առաջ պետք է վճարեն մոտ 30% կանխավճար բնակարանի արժեքից ելնելով, իսկ այդ գումարը շարքային քաղաքացիների շատերի համար աշխատանք չունենալու պարագայում դժվար կլինի վճարելը։ Տեղյակ ենք, բայց ամեն մարդու չի հասնում այդ գումարը։ Աշխատանք չկա, երիտասարդը պիտի փակվի։ Ինձ երիտասարդները աշխատանք լենագանում աշխատանք կեստա, բայց մարդիկ բարով մանկու կան։ Այս պարագայում, եթե ոչ մայրաքաղաքի, ապա մեր քաղաքի բնակիչների շատերի համար նպատակային վարկերի ձեռքբերումը բնակարան գնելու նպատակով աշխատանք չունենալու պարագայում այնքան էլ դյուրին չի լինի։ Անահիտ Նադարյան, Տիգրան Գասաբյան, Գալա Նյուզ։